Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդմամբ հակառակորդն այս գիշեր ևս խախտել է հրադադարի ռեժիմը, հայկական զինված ուժերի ուղղությամբ արձակելով ավելի քան 5000 կրակոց։ Ադրբեջանական զինուժը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ինչպես նաև կրակոցներ արձակել նռնական նետերից և ականանետերից, տեղեկացնում է ռազմական գերատեսչությունը։ Հայաստանի պաշտպանության նախարարի մամլոխոսնակ Արծրուն Հովհաննիսյանն Ազատության զրույցում խիստ լարված է որակում սահմանային իրավիճակը, շեշտելով սակայն, որ անցած օգոստոսին իրավիճակն ավելի էր լարված։ Շատ լարված է ամեն դեպքում, մի քանի օր շարունակ արդեն, այսօր գիշերը մոտ 400 անգամ խախտում են արել, բարեբախտաբար զոհեր վիրավորներ կորուստներ չունենք, բայց համեմատել չի կարելի օգոստոսի, հուլիս-օգոստոսի դեպքերի հետ։ Այն ժամանակ ավելի ակտիվ էր եւ ավելի վատ լարում էր, ավելի խիստ լարված։ Հայկական կողմի հաշվարկներով այս տարվա առաջին մեկ շաբաթվա ընթացքում միայն Ադրբեջանը մի քանի տասնյակ հազար դոլարի զինամթերք է օգտագործել, ել ավելի սասանելով փխրուն հրադադարը։ Կերտիկի մի շրջապատույցի մեջ է ինքը մտել կես քառորդության, որ շրջապատույցի դուրս եկավ կկործանվի։ Եթե միայն միօրինակ բերեմ, հիշում եմ միայն 4 տարվա ընթացքում իրանց պաշտոնական նույնիսկ հաղորդագրությունների հիման վրա իրանք Աղդամի շրջանը 4 անգամ ազատագրել են։ Այս գիշեր բարեբախտաբար իրավիճակը համեմատաբար խաղաղ է եղել հայ-ադրբեջանական սահմանին, ազատությանը փոխանցեցին սահմանամերձ Մովսես բարեկամավան գյուղերից։ Նախորդ օրվա կրակոցների հետևանքով բարեկամավան գյուղի մի քանի ընտանիքներ, որոնք դուրս էին եկել գյուղից, արդեն վերադարձել են, ասաց գյուղապետ Գագիկ Աբազյանը։ Իրավիճակը գյուղում այժմ խաղաղ է։ Վերադարձել են, էլի հետ են վերադարձել։ Մի քանի ընտանիք ուղղակի որ փոքր երեխաներ ունեն, հանել էին ժամանակավոր էլի, բայց հիմա հետ են եկել։ Նորից կամ ասեմ որ իր գյուղն իր բնականում կյանքով նորից ապրում է, էլի։ Փորձագետները պատահական չեն համարում այն, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունն աճել է հատկապես Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու Հայաստանի հայտարարություններից հետո։ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանն ասում է, թե նման վարքագծով Ադրբեջանը ստուգողական գործողություններ է կիրառում, փորձելով պարզել, թե իր համար ինչ կարժենա Եվրասիական տնտեսական միության անդամ Հայաստանի ու ոչ անդամ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումները։ Փաստորեն Հայաստանի իշխանությունների փաստարկները, թե Եվրասիական տնտեսական միությունը անվտանգության լրացուցիչ երաշխիքներ կտա Հայաստանի, այդ թվում և Ղարաբաղի անվտանգության պահպանման հարցում սինեին ու դատարկ, ասում է փորձագետը։ Ադրբեջանը առաջին հերթին փորձում է հետախուզել, զոնդաժի ենթարկել, թե ինչ է իրենց ներկայացնում, որքան պաշտպանված են եւ արդեն Եվրասիական տնտեսական միության անդամ համարվող Հայաստանը եւ չհամարվող Արցախը։ Ադրբեջանը ինքը իր գործողություններում եւ հիմնվում է միանգամայն այլ հաշվարկների վրա հետեւյալ կերպ է մտածում, ինձ հաջողվեց այնքան ուժեղ գտնվել, որ թույլ չտրվեց Լեռնային Ղարաբաղի փաստացի միացումը Եվրասիական տնտեսական միությանը։ Փորձագետը նաև փաստում է, որ նոր միության կազմում Հայաստանի դաշնակից Ռուսաստանը, Բելարուսն ու Ղազախստանը դեռ որևէ կերպ չեն արձագանքել սահմանային վերջին միջադեպերին, որոնց ընթացքում հայկական կողմը 2 զինվոր է կորցրել։ Կան բազմաթիվ հաշվարկներ, որոնք Ալիևին շարունակում են դրդել առաջին հերթին հետախուզել իրավիճակը տարածաշրջանում, երկրորդ հերթին նաև գնալ որոշակի արկածախնդրության եւ ցավոք այս հետախուզման փուլը, երբ Ադրբեջանը փորձում է հասկանալ, որքանով դաշնակիցները կանգնած են Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող Հայաստանի կողքին, պատշաճ գնահատականների կամ հակադարձության չարժանալու դեպքում կարող է բերել շատ ավելի մեծ լարվածության, քան մենք ունենք հունվարի սկզբից։ Մյուս կողմից Ստյոպա Սաֆարյանը համոզված է, եթե միջազգային հանրությունը օգոստոսյան լարվածությունից հետո պատժիչ գործողություններ ձեռնարկեր, Ադրբեջանն այսքան հեռու չէր գնա։ Սահմանային վերջին միջադեպերին օրեր առաջ անդրադարձել էր պաշտոնական Վաշինգտոնը։ Պետդեպարտամենտը հայտարարությամբ կոչ էր արել կողմերին շարունակել բանակցություններն ու զերծ մնալ իրավիճակը սրող գործողություններից։ Ադրբեջանի արտգործնախարարությունը շարունակում է պնդել, շփման գծի միջադեպերը բացառելու համար առաջին հերթին անհրաժեշտ է դուրս բերել հայկական ուժերը Ադրբեջանի տարածքից։